Երբ դուք մտերիմ հարաբերություններ եք ունենում Սուրբ Հոգու հետ, հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում։ Որովհետև երբ որևէ մեկը հոգով ձեզ բան է ասում, նա կարող է այլ բառեր օգտագործել, բայց դուք ձեր հոգում բոլորովին այլ բան կլսեք։ Այնպես որ երբ նա ասաց եղիր վճռական, իմ հոգում արձագանքեց ծոմ պահել բառը։ Ես 40-օրյա 15 ծոմապահություն եմ անցկացրել։ Ինչ է ծոմապահությունը։ Ծոմապահությունը մարմնավոր ցանկություններից գիտակցաբար հրաժարվելն է, որպեսզի Աստծո ծարավն ունենաք, լսեք նրա ձայնը եւ ավելի մոտենաք նրան։ Ես ուզում եմ այս գիշեր մարտահրավեր նետել ձեզ։ Ժամանակն է հոգեվորապես աճելու։ Ծոմապահությունը չի փոխում Աստծուն, ծոմապահությունը փոխում է ձեզ։ Ծոմը աղոթք է պահանջում, որովհետև առանց աղոթքի ծոմապահությունը սովորական դիետա է։ Այստեղ կան մարդիկ, ում Տերն այս գիշեր մղում է լինել հոգեվորապես վճռական։ Ձեր քաղաքներին վճռական առաջնորդներ են պետք։ Ձեր քաղաքներին վճռական հոգևոր առաջնորդներ են պետք։ Լսեք, ծրագրավորումը լավ բան է, ուսումը լավ բան է, աշխատանքը լավ բան է, քրիստոնեության հաջորդ փուլը։ Ես զգում եմ, որ այս գիշեր մարգարեական մի պահ կա, եւ ես եկել եմ զգուշացմամբ։ Սա կարծես կոչ լինի այս գիշեր, որով ես մարդկանց հրավիրում եմ այս ընթացքի մեջ։ Որովհետև հավատացած եմ, որ Տերը տալու է այնպիսի մեծ հանձնարարություններ, որոնց համար դուք չեք ունենա ռեսուրսներ, դուք չեք ունենա համապատասխան կարողություններ, դուք չեք ունենա բավարար աջակիցներ, դուք չեք կարողանա դա անել, չի լինի ոչ մի տրամաբանական ռազմավարություն կամ ծրագիր։ Եվ եթե հասնեք այդ հանգրվանին առանց նախապես ծոմ պահելու, վաղը չեք ունենա այն ուժը, որը կպահանջվի ձեզնից։ Ես ասում եմ ձեզ, որ կան հրաշքներ, որոնք սպասում են ձեզ, բայց դրանք բացահայտվում եւ ազատ են արձակվում ծոմապահության միջոցով։